Հիմա ռադիո լսում են։ Իհարկե։ Ավելի շատ, ավելի քիչ, թե նման ստատիստիկա գոյություն չունի։ Նայեք, ցավոք սրտի ռադիոն մեր երկրում միջև հիմա ոչ մեկ չի չափագրում։ Միակ չափագրումները, որոնք որ հիմա արվում են, դա արվում է Գելապի կողմից, որ հաշվում է գովազդային ժամերը, գովազդատուների արձագանքները, ու մենք 4 թե 5 տարի իրար հետևից լավագույն ռադիոյի այդ չափումներով ստանում ենք Գելապից։ Մեզ մոտ գալիս են պարբերաբար աղջիկներ, միշտ դրանց ջղայրն եմ ասում, ինչի տղաները չեն սովորում համալսարանից, աղջիկներ են գալիս ուսանողուներ սոցիոլոգիայի ֆակուլտետից, պրակտիկայի եւ մենք իրենց միշտ պատվիրում ենք, այսպես ասած, մեր սոցհարցումները հեռախոսով նրանք 300-ից 800 մարդու զանգահարում են, հարցնում են, էլի դեռ նորմալ ամեն ինչ։ Ну, գնայեք, եթե գովազդը վաճառվում է, եթե մեր գովազդային մարքեթինգի բաժինը կարողանում է գովազդ վաճառել, եթե մենք սպոնսորների ծրագիր ենք վաճառում, ուրեմն իսկապես մարդիկ լսում են։ Բացի դրանից այլ լսելու բան չափում կա, օրինակ մենք եթերում ուղիղ խաղարկում ենք տարբեր միջոցառումների տոմսեր։ Ուղիղ եթերում ասում ենք, որ մենք հենց հիմա խաղարկում ենք, խնդրում ենք զանգել եւ դա միանգամից արձագանքը ակտիվությունը բերում։ Այո, ուրեմն լսում են։ Ես հաճույքով կլսեի գլումով ուտրը մեքենայում, եթե լինեի վարորդ։ Դրա համար ինձ թվում է, որ լսում են, այո։ Գոլեգաներից միշտ լսում եմ ոչ միայն այն պատճառով, որ ես այդ ռադիոյում եմ աշխատում, այլ որտեղ ինձ հետաքրքիր է եւ դուր է գալի ինչ են իրենք անում։ Երբ որ Հայաստանից դուրս եմ գալիս, կապ չունի ինչ երկիր, էլի փորձում եմ այնտեղ աշխատում եմ, այնտեղ ռադիո լսել, որ տեսնեմ այնտեղ ինչով են մարդիկ ապրում։ Կարծում եմ ավելի մասնագիտական է արդեն։ Այո, ուզում եմ հասկանալ ինչ է կատարվում։ Ինձ թվում է, որ լսում են։ Հետո ժամանակին, գիտեք, երբ որ կինոն եկավ, մարդիկ ասում են, որ թատրոնը կմահանա։ Հետո երբ որ եկավ TV-ն, ասեցին, որ կինոն կմահանա։ Հետո եկավ ինտերնետը, ասեցին TV-ն կմահանա։ Հիմա ցես բոլորը մահանում են, բայց տեսեք, որ թատրոնը կա, կինոն կա, TV-ն կա, ռադիոն կա։ Հիմա էլ chat GPT-ն են ասում։ Հա, հիմա էլ ասում են մենք կմահանանք։ Բոլորս պետք չենք, բայց դե ինձ չի թվում, որ chat GPT-ն ինձանց լավ գովազդ կարող է գրել։ Դեռ չի թվում։ Եթե կարողանա ավելի լավ, ուրեմն ես լիքը ուրիշ ժամանակ կունենամ, այս կլիկը ժամանակ ունեմ ուրիշ բաներ անել։